Բարև ձեզ սիրելի հերոսայդող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Եվ հաղորդաշարի այս հadoop ծրագիրը, որուն խորակիրն է իսկ դուք գիտեք, գուզեմ սկսել շատ կարևոր մի նախատասությամբ, որ հեղինակն է Մխիթար Սեբաստիացի ապահայրը 350 տարի առաջ հիշված։ Հայ ժողովուրդը իր պատմությունը պետք է լավ իմանա, որ օդարը չհամարձակվի իր հորինած ճշմարտության տեղ պատմել մեզ։ Այս խոսակցությունը նոր չէ գրված, 50-100 տարի առաջ չէ գրված, այլ Մխիթար Սեբաստիացի ապահայրը 350 տարի առաջ ասել է այս գաղափարը։ Ուրեմն, սեփական պատմության իմացությունը լավագույն զենքն է գեղձարարությունների եւ օդարածին շահարկումներու թեմ սիրելիներ։ Եվ այս ծրագիրը իսկ դուք գիտեք, ծրագիրը հadoop երիտասարդներու մեր ապակա սերունդներուն համար պատրաստված է, որ իմանան իրենց անցյալը, իմանան իրենց ազգային պատմությունը եւ նաեւ այդպեսով դրսեւորեն ապական։ Այսինչու համար գսեմ սիրելիներ, որովհետեւ փախտ ունեցած եմ որպես մխիթարյան աշակերտ, բայց եւ նաեւ վերջին տարիներուն իմ մանկության, այսպես ասած, ուսուցիչս, որ իր խոր ծերության մեջ 90 եւ այսքան տարիներ Գաբրիել Թահանկայի մխիթարյան դպրոցի դուներեն մեգուն մեջ եւ համադա ամեն շաբաթ օր իր հետ ժամ կանցկացնեի եւ գլսեի իր մասին։ Ու այդ իր լսած, իրեն պատմած, իր ամբողջ տարիներով սորված նյութերը կփոխանցեր ինձի եւ ես կարող եմ ասել պատվով եւ ուրախությամբ այս բոլորը յուրացուցած եմ եւ կուզեմ անպայման հերոստատեսության միջոցով ցեզի պատմել։ Ինչ շնորհակալություն իմ երախտագիտական շնորհակալությունս, եղբայրական շնորհակալությունս կուզեմ հայտնել AMG հերոստանգերության դնորենության եւ աշխատակազմին, որ արիտ կդրվի մեզի անպայմանորեն այս ոսկյա լուրերը, այս ոսկյա գիտելիքները փոխանցել մեր ապակա սերունդին։ Ուրեմն, սկսենք հետևյալը։ Այսօրվա նյութը շատ կարող է բոլորից զարմանալի թվի, բայց եւ այնպես, ինչպես ես բացման մեջ ասեցի, չունիմ այն երևակայությունը, որ շատ հայեր կուզեն տեսնել երևելի անձնավորություններ որպես հայկական ծագում ունեցող։ Այլ բարձրապես ով որ հայ է, ես կուզեմ պատմագրական փաստացի ներկայացնել, ով որ հայ չէ, միշտ ես այսպես գմտածեմ, աշխարհի մեջ երկու ցևի մարդ կա՝ հայերը եւ երկրորդ ովքեր որոնք գերազեն դառնալ հայ։ Ուրեմն, սկսենք սիրելիներ, Իտալիո մեջ հայկական ներկայությունը Քրիստոսի առաջ արդեն եղած է Ռոմի մեջ, Ռոմը եւ Հայաստան շատ լավ կապեր ունեցած են, նաեւ վատ կապեր ունեցած են պատերազմական, բայց եւ այնպես հայերու ներկայությունը Իտալիո մեջ, եթե մտնեք այսօր Ֆորում Ռոմանում, որ Կոլոսեումին ճիշտ իմացն է, այնտեղ պատերում վրա պիտի տեսնեք քարտեզներ, որոնց մեջ գա Արմենիա։ Հազարավոր տարիներ առաջ չկար Թուրքիա, չկար Ադրբեջան, կար Արմենիա։ Եվ մենք ինչու պիտի չհպատանանք սիրելիներ։ Ուրեմն, առաջին նկարը եկեք միասին նայենք, որպեսզի կարողանամ ցեզի բացատրել։ Ահա ասի կտեսնեք դուք Իտալիո քարտեզը։ Եվ Իտալիո քարտեզը այնտեղ որտեղ որ գար նաև ներկայություն հայկական եւ այլն։
Բայց եւ այնպես, եթե մենք նայենք Ջենովա քաղաքը եւ նաեւ ճիշտ մյուս կողմը Վենեդիգը։ Եթե Վենեդիգը կտեսակ, ծեր աջ կողմը, ցախ կողմը Ջենովան է, Հիսուս Իտալիայի մեջ։ Ուրեմն Ջենովիա ասկատող մնա, որովհետև շատ կարևոր բաներ պիտի բացատրեմ։ Իտալիո Ջենովիա քաղաքի հայկական համայնքը Իտալիո իր ագունքները կհասցնե մինչև նախամիջնատարյան, այսինքն համարյա 900 տարվա ընթացքին եւ դա գլինի իհարկե 13-րդ եւ 10-րդ դարերուն Գիրիգյան հայկական թագավորությունեն հայ վաճառականներ արևդրական սերտ կապեր հաստատեցին Ջենովայի հետ։ Ջենովան որբեսի հագաստեր Վենեդիգի մեջ ալ հայեր եղած են, բայց ես այսօր պիտի խոսիմ Ջենովայի հայերու մասին։ Այս ժամանակաշրջանին Ջենովայի վաճառականները արևդրական քաղաքներ ունեին Գիլիգյան Հայաստանի մեջ, հատկապես Այաս եւ իտալերենով Այասը կգոչվեր Լայազո։ Ուրեմն Այասը նավահանգիստ էր, այստեղ են Ջենովայեն, գուքային Այաս եւ Այասեն գերտային թեպի Կարմիր ծով եւ գահասնեին մինչեւ Հնդկաստան եւ Ասիա։ Ջենովայի մեջ գոյություն ուներ փոքր, բայց աշխույժ հայկական վաճառականական համայնքը, որ կսպաղեր Մեդաքսի համեմներու եւ արևելյան միջերականեն եւ սև ծովեն շրջաններեն ներմուծվող դարբեր ապրանքներ։ 15-ին 17 թարերուն համայնքը համեմատաբար փոքր մնացած է, սակայն շարունակած է իր կարևոր ներդրումը ունենալ Ջիովան արևդրական գետրոնեն ներս։ Իհարկե ես մինչև գրնամ կալ ներկա շրջան, բայց ներկա շրջանում են դա շատ փոքր հայկական ներկայություն է, մենք ունենք Սանտա Բարբոլոմեո գրնամ ցույց տալ ցեզի, եթե երրորդ նկարը խնդրեմ ցույց տվեք, այնտեղ պիտի տեսնեք, որ ասիկ հայկական միջնատարյան վաճառական մնե հեղինակն է Ջիովաննի Գրվենբրախը եւ նաեւ մյուս նկարը որ կա, դա շատ նշանավոր է, որովհետև ֆրանսիացի արտիստն է Նիկոլաս դե Նիկոլայ, որ նաև ցերակիրներու մեջ գեհիշվի հայ վաճառականի կերպարը եւ այստեղ ես զարմանքով տեսա Կարմիր կապույտ նարնջակույնը եւ ասի նոր չէ ներգված իրենիներ այս նկարը մոդավորապես կարող եմ ասել 700 տարվա նկար մնե եւ ցերակիր է լազայո այդ ցերակրատան մեջ շատ բարի այսպես անցնենք եւ հավասիկ դուք նաեւ հոստեղ կտեսնեք թե ինչպես հայ վաճառականը ինքը գսեն չէ վաճառականները ստախոս կլան աստվածավախ չեն լար եւ այլն բայց տեսեք հայ վաճառականը այստեղ կխոստովանի եւ գսե ինչ որ գնեմ աստուծո սիրուն համար է որ գնեմ ուրեմն երբ որ մենք կխոսենք հատուկ Իտալիո Ջովան քաղաքի մասին որ Ջենովան ինչպես ասի ճիշտ հակապատկերն է Վենեդիգին եւ այստեղ հայերու ներկայությունը արդեն գերտա մինչև 13-րդ դար սրա մասին ինչպես օրքի չարաչ օրինակը բերի Հայրոկոսինոսին առաջին անգամ ես Հայրոկոսինոսեն լսեցի որ գսեր երբ կդոնակատարեինք Columbus Day-ը դպրոցին մեջ դարձավ այդղա չես գիտեր որ Columbus-ը հայ է եւ այսպիսի ասենք նորություններ շատ կփնտրեի եւ գուսեի ուսումնասիրել եւ այլն ըսավ
այո, Կոլոմբոսը հայ է։ Եվ սկսավ բացատրել ու ինձ մտածել տվավ։ Ասավ, եթե չես հավատար, քննադես New York Times-ին մեջ ապրիլ 27-ի 1922-ի թերթին մեջ երկրորդ էջը եթե դարձնես, այնտեղ օրիորդ Օլիվիա Հիլը վկայագոչել է, որ հայ նշանավոր գիտնականներու ասպես գոչված հեղինակությամբ Կոլոմբոսը հայ է։ Նայեցեք, անգերձ ասեմ, հայերուս մեջ կան մարդիկ, որոնք կուզեն այսպես երևելի անձնավորություններ համաշխարհային կետնի վրա հայացնել։ Ես այդ հիվանդությունեն չեմ դարաբիր սիրելիներ, այլ կուզեմ այդպիսի որպես եթե ինֆորմացիա, այդպիսի եթե դեղեցություններ կան, ուսումնասիրել եւ տեսնել որքանով է որ դա ճիշտ է։ Ուրեմն երբ որ Օլիվիա Հայրոկոսնոսը ասեց, որ Օլիվիա Հիլի մասին, սկսա բրբդել եւ տարիներ շարունակ սկսա օգտագործել ու պահում է ինչ որ նորություն էի գտնում գրում էի որբեսի չմոռնամ։ Ուրեմն սա լրատվական հրապարակումն է, ինչպես ասի, եւ ոչ թե Օլիվիա Հիլի հեղինակած գիտական հոդված է։ Ուրեմն այստեղ ես գապ ունեի նաև իմ ուսուցիչներիս հետ Վիեննա, ամիջապես կապվեցա դոկտոր Բրաուլիկ, Գեորգ Բրաուլիկ, ինքը վարդապետ է, կաթոլիկ կամ կաթողիկ է վարդապետ է, շոթն բաներու վանքի անդամ է, Բենեդիկտյան անդամ է եւ նաեւ ես իրենց անդամագից եղած եմ։ Անորամար մի անգամ ուրեմն դոկտոր Բրաուլիկին հետ կապվեցա եւ ինքը այսպես գրեց ինձ գերմաներենով, որ հայերեն գբացատրվի այսպես։ Ասավ, որ ղրգեցի Նյու Յորքի այդ հոդվածը 1922-ին Օլիվիա Հիլի որ գրած է, ասավ, սա լրատվական հրապարակում է եւ ոչ թե հեղինակված գիտական հոդված, ինչպես երևում է վերնակրից թերթը ներկայացնում էր օրիորդ Օլիվիայի հայտարարությունները ոչ թե ծառայել Հայաստանի, որ այսպես այսինքն ինքը չունչե ունեցած բազմապաստակրական, այլ ինչ որ լսեր է ուրիշներեն ադիգա գրել է։ Ով էր Օլիվիա Հիլը? Օլիվիա Հիլը ամերիկացի միսիոնար է, մարդասեր, որը համագործակցում էր Near East Relief-ի կազմակերպության մեջ, վերջինս առաջին համաշխարհային պատերազմի եւ հայոց ցեղասպանությունից հետո օգնություն էր ցուցաբերած հայ վերաբրողներին եւ որբերին։ Հիլը բազմիցս ճանապարհորդել է Հայաստան եւ մոդից ծանոթացել է հայ ժողովրդի պատմությանը, ավանդություններուն եւ մտավորական շրջանի հետ ամիջական կապեր ունեցած է Եվրոպայի մեջ։ Ինչ է նա բնթում։ Նա բնթում է, որ հոդվածի մեջ նշվում է, որ Հիլը ներկայացնում էր այն դասակետը, որոնք լսել էր հայ նշանավոր գիտնականներից։ Ըստ հրապարակման այդ գիտնականները բնթում էին, որ Քրիստոֆոր Կոլոմբոսը եղել է հայկական ցակման կամ ունեցել է հայկական արմատներ։ Նրանց վերակրող հիմնական փաստարկներից էին Կոլոմբոսը բարդատիր չէ, որ ցակած լիներ Ջենովայի մեջ, ինչպես ընդունված է ավանդական իդեալական պատմության մեջ, նրա քոյությունը նաև այսպես են բացատրում, որ ինքը եկած է արևելքեն, ոչ թե արևմուտքեն, այլ արևելքեն։ Պատմագիտական քննադատներ եթե դալու լանք այս իրողության, պետք է մենք հասկանանք, որ ինքը ժամանակակից պատմագիտությունը թեև շատ թեմ գործե, ասելով, որ այդ ինչ բան համարձակությամբ կուզեք ասել ինչ որ մեկ երկու մարդոց
բնդումներու հիման վրա մեկ անգամեն հիմա Կոլոմբոսը, Քրիստոփոր Կոլոմբոսը դարձուցած է հայ եւ այդ միջոցով սկսած են հագա այսպես ասած բատմական փաստին թեմ աշխատել։ Ինչու այս հոդվածը կարևոր է։ Այս հրապարակումը պատմական հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես էին հայոց ցեղասպանության հաջորդած տարիներին ամերիկյան հասարակությունը, այս բարակային նիրիստ ռելիվ կազմակերպությունը, որոնցից նաև իմ մեծ հայրս նաև օգտվել է այդ իրենց օգնությունից, այդ միսիոնարների օգնությունից։ Այն նաև արտացոլում է 20-րդ դարի սկիզբին, թե ինչպես հայ որբերը եւ վերապրողները հայկական ցեղասպանության գրծած են օգնությունը սկան։ Ուրեմն, ինչպիսի հայ աղբյուրներ օգտագործած է Օլիվիա Հիլը, առաջին Ղևոնդ Ալիշյան։ Հայ Ղևոնդ Ալիշյանը Վենեդիգում ապրող Մխիթարյան միապանության անդամ է։ Վենեդիգի Մխիթարյանի միապանության անդամ հայր Ղևոնդ Ալիշյանը 19-րդ դարի խոշորագույն հայ պատմաբաններից եւ աշխարհակատներից մեկն է։ Նրա ուսումնասիրություններում առանձնագին ուշադրություն էր դարձված հայ արևդրական քաղաքների միջակայքական ծովի ողջ ավազանի, այնտեղ նաև ներառյալ Իտալիո մասին է այստեղ խոսքը եւ այստեղ ինքը մեջբերումներ որ կնե Ջինովայի ժողովրդի մասին։ Երկրորդ մեջբերումը որ կա մեր հայկական աղբյուրներեն Նիկոլայ կամ Նիկողայոս Ադոնցն է, որ ինքը 1871-ին մինչև 1942 Ադոնցը համարվում էր իր սերնդի ամենանշանավոր հայ պատմաբաններից մեկը։ Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն էին բյուզանդական Հայաստանը, միջնադարյան Հայաստանը, հայերի աստեցությունը Եվրոպայի մեջ։ Երրորդ մեր պատմակետներն է Հովանես Մանանտյանը։ Այս հարցում հատկապես Հովանես տեխնացու է Հովանես Մանանտյանը, նա 11-ներ շարունակում է ուսումնասիրել հայկական արևդրական ճանապարհորդությունները, արևդրական այդ քիծերը, թե իրենք հայերը որտեղից եկան թեպի Ջինովա, թեպի Վենեդիգ եւ ընդհանրապես Իտալիո դարբեր քաղաքոջախներում մեջ հայկական ներկայություններին, որոնց մեյն ամենանշանավորը Վենեդիգը, Ջենովան, Բիզայում եւ հարավային Ֆրանսիայի եւ Իսպանիայի մեջ։ Քանի որ Կոլոմբոսի հայկական ցակման վարկածը հաջող հիմնվում է Ջենովայի հայկական վաճառական ընտանիքների քոյության վրա, ավասիկ այստեղ Սանտ Բարթոլոմեոն որ կտեսնենք, սա հայկական մաքուր եկեղեցի է, որ հայերը սարկած են սկիզբը Փայդաշեն եղած է, շրջանը այրած է այդ Փայդաշենը, հետո Քարաղեն ըրած են։ Իր բադեզի մեջ նաև հաջորդ նկարի մեջ եթե տեսնենք, շատ գեղեցիկ հայկական խաչքար կա, որ նաև ցույց կտա հայկական ներկայությունը այս բանին։ Ուրեմն այստեղ հարց կծագի, արդյոք նման տեսակետներ հրապարակվել էին հայկական թերթերում մեջ մինչև 1922 թվականը, պատասխանը հետևյալն է, հնարավոր է, սակայն արգա ապացույցներ թերևս ամբողջական չեն, այս է պատասխանը այսօրվա պատմագիտական դպրոցին ասելու համար, որ մեկ անգամ չեք կրնար ասել, քանի որ Ջենովայի մեջ եղած են հայկական ներկայություն 10-րդ դարից 13-րդ դարից, ուրեմն պետք է նաև Կոլոմբոսի ծնողները Հայաստանեն կամ Գիլիգիայի Հայաստանեն եկածլա։ Այս պահին չկա մինչև 1922 թվականը հրապարակված որևէ լայնորեն փաստագրված եւ հաստատված հայկական թերթային հոդված, որը
համարվի Կոլոմբոսի հայկական ցակման դեսության հիմնական սկզբնաղբյուրը։ Սակայն դա չի նշանակում, որ նման հրաբարակումներ քոյություն չունեն, այլ պարզապես պետք է ասել, որ սիրելիներ, թեր մարդիկ չեն պատմաբաններ կարևոր չեն կդած կարծես այս նյութին համար աշխատանքներ կատարել, ովքեր որոնք Հայաստանի մեջ եթե ասպիրանտներ են կամ գուզեն նյութեր ունել ահավասիկ ցեսի շատ կարևոր մի շարք հանգամանքներ թույլ են տալիս ենթադրել, որ այս խաղապարը շրջանառվում էր դեռևս մինչև 1922 թվականը Կոստանդնուպոլսի մեջ, Թիֆլիսի մեջ, Վենեդիգի մեջ, Կահիրեի մեջ, Բոստոնի մեջ եւ Ֆրեզնոյի հայկական թերթերը բարբերաբար անդրադարձած են այս թեմայով։ 1892 թվականին Կոլոմբոսի առաջին նավարկության 4400-ամյակի առիթով նրա անձը լայնորեն քննարկվում էր միջազգային մամուլում։ Հայ մտավորականները նման հոբելինական առիթները հաճախ օգտագործում էին համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ներդրումը ընդգծելու համար։ Այդ թեմային վերաբերող նյութերը հնարավոր են կրնակ գտնել բարբերաբար մշակ թերթին մեջ Արարատ ահավասիկ այս նկարը, որ օգտագործում է մշակի մեջ Թիֆլիս, որ գտնվեր կամ Արարատ Էջմիածնի մեջ գտնվեր, Հորիզոն բազմավեբ Վենեդիգի մեջ գտնվեր եւ Հանտես ամսորիա Վիեննայի մեջ գտնվեր Մխիթարյան միաբանություն, այստեղ ցույց կտար գսել թե իր արտաքինով եւ իր հայացքով Կոլոմբոս գարձվեր թե հայ է։ Հիմա շատ հետաքրքրական է, որ մի անգամից չգիտես ինչու 1922-ին անմիջապես հետո լայնածավալ աշխատանքներ է դարվում համաշխարհային կետնի վրա փաստելու համար, որ Կոլոմբոսը ոչ թե հայ է, այլ հրեա է։ Եվ դա պիտի կատարվեր տարբեր ցևով։ Ուրեմն այս համանքները գոյություն ունեին Կոլոմբոսից շատ տարեր առաջ։ Գսե մենք հայերս ճիշտ է եղած ենք Ջենովայի մեջ 13-րդ դարուն, բայց Իբերիո շրջանին, այսինքն այսօրվա Պորտուգալ եւ Իսպանիան, այդ իբերիական թերակղզուն մեջ եղած են հրեաներ, որոնք 14-րդ, 15-րդ դարուն թողել են ինկվիզիցիա, որ կար հատուկ հալածանք կար հրեաներու հանդեպ, փախեր եկել են Ջենովա եւ ինքը Կոլոմբոսը ոչ թե հայկական արմատներ ունի, այլ ունի հրեական ցակում։ Այստեղ այսպես ասեմ գհագասե Օլիմպիա հիլի 1922 թվականի այդ New York Times-ի հոդվածին, որովհետեւ գսե թե ինքը հայկական ցակում ունի։ Քրիստոֆոր Կոլոմբոսի ցակման վերաբերյալ ամենահին եւ առավել լայնորեն քննարկված այլընտրանքային դեսություններից մեկն է, որ նա եղել է converst, այսինքն հրեա կամ հրեական ցակում ունեցող անձը, որը կամ որի նախնիները քրիստոնեություն են ընդունել հրեաներ, որոնք կյանքի տարբեր ժամանակամիջոցին, որբեսի կարողանան իրենց մորթը փրկել, իրենք convert եղած են, այսինքն հրեայություն են փոխադրված են թեպի քրիստոնեություն եւ իբերիական ասթերագասի շրջանին է։ Ուրեմն գտնվի, որ ոչ թե Ջենովայի բնակիչ եղած է
կամ բնագիչ եղած են ծնողները Քրիստոֆոր Կոլոմբոսի այլ եղած են հրեաներ։ Կոնվերսի հրեական տեսությունը այս տեսության համաձայն Կոլոմբոսը ծնվել է Իսպանիայում կամ Պորտուգալիայում։ Սերում է հրեական ընտանիքից կամ վերջերս քրիստոնեությունը ընդունած հրեաներ, որոնք դարձած են քրիստոնյաներ, եւ քաղտնի էր պահում իր ցակումը, քանի որ իսպանական ինկվիզիցիայի ժամանակ հրեաներն ու կոնվերսները ենթարկվում էին ծանր հալածանքներում։ Տեսության որոշ տարբերակները ենթադրում են, որ նա ընտանիքը գաբեր ուներ Ջենովայի հետ կամ որոշ ժամանակ բնակվել են այնտեղ, սակայն այն բնդումը, թե նա իսպանական ինկվիզիցիայի պատճառով Իսպանիայից տեղափոխվել է Ջենովիա, ժամանակագրական առումով լուրջ խնդիր է առաջացնում։ Իսկ իսպանական ինկվիզիցիան հիմնադրվել է 1478-ին, մինչդեռ Կոլոմբոսի ծննդյան հավանական տարեթիվը 1451 թվականն է։ Եթե նա ծնվել էր Ջենովայում, ապա այդ ժամանակագրությունը չի համապատասխանում, թե ընդհանրական ծնվել էր Իբերիայի մեջ, ապա տեսության կողմնակիցները պետք է բացատրեն, թե ինչու հետագա փաստաթղթեր չկան, որ ինքը հրեա եղած է։ Տեսության կողմնակիցները ներկայացնում են փաստեր եւ Կոլոմբոսի լեզուն, Կոլոմբոսը գրեթե բացառապես գրում էր կաստիլերեն իսպաներենով, նույնիսկ այն դեպքում, երբ նամակագրություններ է վարում իտալացիների հետ գրությունների ժամանակ ինքը օգտագործում է իսպաներեն եւ այն էլ կաստիլական իսպաներենը։ Իր ցակման վերաբերյալ քաղտնապահությունը սիրելիներ, այստեղ նոր մի ֆենոմեն կա։ Կոլոմբոսը հազվադեպ իր խոսում էր մանկության մասին, իր անցյալի, իր ընտանիքի, իր մասին ընդհանրապես չէր խոսում։ Տեսության կողմնակիցները կարծում են, որ այդ անսովոր լրությունը կարող էր նշանակել, որ նա ինչ-որ բան էր թաքցնում, օրինակ իր հրեական ծագումը։ Ես այստեղ ովևէ մեկ պատմաբանին կրնամ ասել, այո, կարող է եւ նաեւ ինքը թաքցնում էր իր հայկական ծագումը։ Քննադատները նշում են, որ 15-րդ դարի բազմաթիվ կենսագրություններ թերի են, նաեւ աստվածաշնչյան լեզուն։ Կոլոմբոսի քրություններուն բազմաթիվ մեջբերումները եբրայական աստվածաշնչի մաս են, 5 դագարանեն են, բայց նաեւ որովհետև ինքը գխոսի նոյանդաբանին հետ։ Նոյանդաբանը եթե այդ ժամանակ եղած է այսօրվա ասենք Իսրայելի մեջ, ինքը չէր գնար Ֆրանսիայի մասին խոսել եւ նոյանդաբանի մասին ասել։ Իհարկե այսալ հadouk բատմական գիտելիքներ չէ։ 4. Ճանապարհորդության ժամանակագրությունը Ալհամբրայի հրովարտակով հրեաները բադվավոր էին մինչև 1492 թվականի օգոստոսի 2-ը լքել Սպանիան։ Ուրեմն Կոլոմբոսը նավարկեց հաջորդ օրը 1992 թվականի օգոստոսի 3-ին։ Որոշ հեղինակներ բնտել են, որ այդ ժամանակային համընկնում է, նշանակում է, որ ինքը լքել է Իբերիան։ Իսկ ֆինանսական աջակցությունները սիրելիներ, դա շատ բարձ է, որովհետև ինքը չուներ այդպիսի մեծածավալ օգնություն, որ ինքը կարող էր ստանալ։ Ինչ է ասում ժամանակակից պատմագիտությունը, պատմաբանների մեծամասնությունը շարունակում է այն տեսակետը, որ Կոլոմբոսը ամենայն հավանականությամբ նույն Քրիստոֆոր Կոլոմբոսն է, որ ծնվել է Ջենովայի հանրապետությունում, Պրտակորց Դոմենիգո Կոլոմբոյի եւ Սուզաննե Ֆոնդարոսայի ընտանիքում։ Այս տեսակետը հիմնվում է հետևյալ փաստերի վրա, որ Ջենովայի նոտարական փաստաթղթերի, որոնցում հիշատակվում են Կոլոմբոսը եւ նրա
ընտանիքը, որ այնտեղ ծնված է։ Իսկ ահավասիկ ինձ ամենահետաքրքրականը այն էր, որ ինչ որ մի ոմն հրեական միություն եկել են եւ ասել են, որ ինչու DNA ուսումնասիրություն չնենք։ DNA ուսումնասիրությունը գրնասնել, եթե ունիս այսպես կոչված արյուն կամ գրնալալ, որ tissues, որ գսեն մարմնի մասեր եւ այլն։ Ես 2 տարի առաջ Լիզբոն եղած եմ եւ մտա գետրոնական Լիզբոնի կաթեդրալը եւ երբ որ մտնեք Լիզբոնի կաթեդրալը անմիջապես մուտքից հետո ցախ կողմը փոքր մադրան մեջ սարգոֆագի մեջ պիտի տեսնեք Քրիստոփոր Կոլոմբոսի կերեսմանը։ Եվ անոր մեջ կատակով մեր գիդերին մեկում որ աղջիկներ ասեցի գարելի է ասեցի որ սարգոֆագը բանանք տեսնենք հիմա ինչպես է եւ ինքը ծծաղով ասավ չեմ կարծեր որ մարմին գրնակ գտնել այլ փոշիացված է ես չեմ հասկնար որ այդ DNA-ի հասկացողությունը արդյոք իսկ կարելի է փոշիով իմանալ թե ինքը հրեա էր թե ինքը հայ էր թե ինքը ուներ մեծ քիթեր եւ այլն Մինչ օրս DNA-ի որևէ հետազոտություն չի հաստատվել, որ Կոլոմբոսը հրեական ծագում ուներ։ Համեմատությունը հայկական տեսության հետ երկու տեսություններն էլ ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ։ Երկուսն էլ հիմնվում են իրական պատմական միջավայրի վրա, մեկը Իբերիայի մեջն է, հալածանքներն է հրեական, ինչպես նաև Իտալիո մեջ հայկական արևդրական համայնքները։ Երկուսն էլ փորձում են բացատրել Կոլոմբոսի գենսակրության որոշ անորոշությունները եւ դարբերությունը այն է, որ կոնվերսիոն հրեական conversion անգլերենով հրեական տեսությունը շատ ավելի լայնորեն ուսումնասիրվել է ակադեմիական քրագանության մեջ քան թե իր հայկական արմատներ ունենալը։ Ինչու պատասխանը չունեմ։ Հավասարակշռված պատմագիտական քննադատանք տալու համար վերջին 5 տարերի ընթացքում Կոլոմբոսի ցակման հարցի վերաբերյալ առաջ են քաշվել բազմաթիվ մրցակցող վարկածներ, այդ թվում ջենովական, կատալոնական եւ նաեւ հրեական ու հայկական։ Այսօր մասնագիտական պատմաբանների շրջանում կերակշռվող համաձայնությունը շարունակ է մնալ ջենովական ցակման օգուտին մասին։ Եզրափակելով սիրելիներ, ինչու համար կարևոր է։ Իմ շատ սիրելի երդասարդ աբակա սերունդ։ Դուք եք մեր պատմության չահագիրները։ Դուք պիտի առնեք մեր ցերքեն եւ տանեք դեպի աբակա սերունդը։ Խնդրում եմ, սիրեք ձեր պատմությունը, սորվեք ձեր պատմությունը, որովհետև ես այսպես գրնամ պատկերացնել, որ անցյալի պատմությունը խարիսխ է մեր աբակային։ Եթե չիմանաք մեր անցյալի պատմության մասին, ինչպես պիտի կարողանաք աբական շարունակել, որպես հայ, մաքուր հայ, պետք է իմանաք մեր անցյալը, որպեսի ներկայով թիմակրավեք աբական։ Այսպեսով սիրելի երդասարտներ, սիրելի իմ աբակա սերունդակիցներ, այնքան ժամանակ, որ ես իմ մարմնի մեջ շունչ կա, պատրաստ եմ ես ցեզի օգնելու եւ իմ ինչ որ գիտեմ ցեզի փոխանցելու եւ այսպիսի մեր ծրագիրներուն մեջ գուզեմ որ անպայման դուք ձեր այդ հայու արյունը ձեր երակներուն մեջ հոսի հբարդլակ եւ այսպեսով գուզեմ վերջացնել մեր շատ սիրելի բարույր սևագին մենք մեզ ոչ մեկից չենք կերատասում
բայց մեզ էլ գիտենք մենք հայ ենք ասում։ Եվ ինչու պիտի չհպարտանանք, գանք, պիտի լինենք ու թեր շատանանք։ Շնորհակալություն։